ունենան իրենց իրավաչափ պատասխանները։ Կարա լինի ամենատարբեր մեթոդներով, թե զանգելով, թե հրապարակային կոչելով, թե ընդհանուր մթնոլորտ ձևավորելով։ Թե ստվերային արդարադատությամբ, որին ականատես լինում ենք մեթոդները, բազմազան են կներեք, էլի հարգելի գործընկերներ, եթե հնարավոր է հոգևորականին գալ, ԱԱՑ-ի միջոցով սպառնալ, կամ ինչպես այլ կողմից են ասում, զրույց ունենալ, խնդրանք ներկայացնել, հա? Պատարագի վերաբերյալ, պատարագի բովանդակության վերաբերյալ, ձեր կարծիքով Սամվել Կարապետյանի գործով դատավորների նկատմամբ ճնշումներ կան, թե ոչ։ Պատկերացնում եք, եթե պատարագի վերաբերյալ նման աստիճան միջամտություն է տեղի ունենում, օրինակ դատավորների դեպքում ինչ է տեղի ունենում։ Բայց ես այս 7 տարիների ընթացքում բազմաթիվ անուններով, ազգանուններով կարող եմ ներկայացնել դատավորների, որոնք այդ ճնշումներին, այդ միջամտություններին տուրք չեն տվել։ Իդեպ հետևանքներ են եղել, բայց տուրք չեն տվել։ Իդեպ կներեք մի հատ էլ ձեր հարցին էլ պատասխանելով տեսակցությունների սահմանափակումն է առկա Սամվել Կարապետյանի դեպքում, քանի որ կալանքը ոչ միայն ամենաինտենսիվ կերպով է կիրառված, այլ այո նաև տեսակցությունների սահմանափակումներով։ Ձեր հարց։ Պարոն Վարդանյան, այս ընթացքում ինչ պարոն Կարապետյանը բանտում է, եղել է տեսակցությունը հոգևորականի հետ, որ հոգևորականն է նրան տեսակցել եւ եղել է խնդիր, երբ հոգևորականը փորձել է տեսակցել պարոն Կարապետյանին, սակայն չի ստացվել այդ հանդիպումը նրա պարոն Կարապետյանի եւ հոգևորականի հետ։ Եվ այժմ Սամվել Կարապետյանը խցում միայնակ է, որովհետև մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ Վարդան Հարությունյանի հետ է եղել, սակայն վերջերս նա տնային կալանքա խափանամիջոցը ընտրվեց։ Որքանով որ տեղեկացված եմ, այս ժամանակահատվածում մեկ անգամ եղել է նման խնդրանք, չբացահայտեմ մանրամասները, քննիչի կողմից թույլ չի տրվել։ Հոգևորականի։ Այո։ Իսկ խցումը գտնվելու։ Միայնակ է գտնվում խցում, իդեպ այն տեղեկությունը, որը հրապարակեցիք, Պետ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հետ մեկ խցում լինելու վերաբերյալ, կարող եմ ասել, նաև հետագայում հրապարակումը եղել էր, որի իրականության համապատասխանելը կարող եմ հաստատել, կրկին Սամվել Կարապետյանը մինչև նույնիսկ տնային կալանքի կիրառումը Վարդան Հարությունյանի նկատմամբ խցում միայնակ է եղել։ Եվ դա եղել է վարչակազմի որոշումը։ Արմենիա TV-ի Աննա Բադալյան, հաշվի առնելով այս ամբողջ գործընթացը, որ դուք նկարագրեցիք, այս փուլում ձեր հետագա քայլերը թե միջպետական, թե ներպետական, թե միջազգային գործընթացների առումով եւ այս համատեքստում, եթե կան տեղեկություններ միջազգային գործընթացներից Սամվել Կարապետյանի գործով, ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ նորություններ կան այս առումով, հատկապես դեռ հունիսին, հա, միեկ ներկայացված դիմումի մասին։ Մի բան կարող եմ հստակ ասել, գործընկերների հետ մենք մանրամասն քննարկում ենք ունենալու, թե ընդհանրապես, եթե այս գործի վարույթի շրջանակներում 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը իր գործողությունների մեջ, այսինքն անգործության մեջ փոփոխություն չունենա։ Մենք նորից գտնվենք դռնփակ, գաղտնի նախաքննության աբսուրդի պայմաններում եւ նորից ներկայացվի միջնորդություն կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու վերաբերյալ, մենք ընդհանրապես քննարկելու ենք դրա վերաբերյալ մեր մասնակցության հարցը։ Մենք ընդհանրապես դրա դատական նիստի եւ այլն ընդհանրապես մեր մասնակցության հարցը քննարկելու ենք։ Որտեւ մի բան հստակ եմ ուզում ասել։ Հայաստանի Հանրապետությունում շատ բան տեսել ենք շատերս, շատ լրագրողներ ավելի մեծ փորձ ունեն, նման աբսուրդ չենք տեսել։ Նման աբսուրդ չենք տեսել։ 2023 թվականից Հայաստանի Հանրապետությունում կան խափանման միջոցների տեսակների բազմազան հնարավորություններ։ Դրանց համակցված կիրառելու հնարավորություններ։ Մի հատ պատկերացրեք եվրոպացի մի գործընկերոջ աչքերով այնինչ կատարվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Որևէ այլ խափանման միջոց չի կիրառվում։ Ու մենք ունենում ենք տևական նիստեր, բոլոր հարցերը սպառում ենք, այսինքն կներեք, այստեղ կարելի է անհամեստ գտնվել։
Հիմա մեր գործընկերը Ռուբենը Հակոբյան ներկա չի, իր անունն էլ հստակ արձանագրենք։ Բոլորով դատական նիստի ընթացքում քննիչին, թե հարցադրումներով, դատախազին, թե հարցադրումներով, թե ներկայացվող տվյալներով, որտեղ մենք կարելի ասել 53 քննիչներից բաղկացած քննչական խմբից ավելի շատ գործողություն են կարողանում անել, կալանքի նիստի ընթացքում էլ այդ ամենը ներկայացնել։ Դրանից հետո, եթե իդեպ նայում ենք քրեական դատավարության օրենսգիրքը ինչ է ասում է պետք է դատավարությունը լինի մրցակցային, տրամաբանությունը դա է, իսկ կողմերի հավասարության պայմաններում։ Ոնց է ստացվում, որ այդքան բոլոր հնարավոր փաստարկները հերքելու պայմաններում ունենում ենք միշտ նույն իրավիճակը։ Դրա համար այս հանգամանքը եւս խնդրում եմ հաշվի առնեք։ Եվ խնդրում եմ ձեզ, իսկապես, եթե դուք մի հնարավորություն ունենաք, դիմում ենք ձեզ, խնդրում ենք ձեզ, առիթ ունենալու դեպքում պահանջեք թող նախաքննական գաղտնիքին վերջ տան։ Կամ գործը ուղարկեն դատարան, կամ կարճեն, դրանով մենք իրավիճակի փոփոխություն ունենանք։ Հակառակ դեպքում ոնց արձանագրեցինք գործընկերներով։ Հունվարին է լրանում այս խափամամիջոցի ժամկետը։ Քննարկման առարկա կդարձնենք, ընդհանրապես մասնակցելու ենք դրան, թե ոչ։ Այսինքն, եթե չփոխվի իրավիճակը, փաստաբանը Մենք մեր դիրքորոշումը ներկայացրեցինք, դրան հետո առանձին անդրադարձ կկատարենք։ Ես ձեզ բացահայտեցի մեր քննարկումների մի հատվածը։ Կներեք, մի հատ նաև ստեղ լսենք։ Ինֆորմացիայի է տիրապետել, որը հիմա իրենք չեն կարող հրապարակել, հնարավոր է դիմեք ազգային անվտանգության ծառայությանը, իրենք հրապարակեն ինչ ինֆորմացիայի են տիրապետել, որը Հայաստանի Հանրապետության համար կարող է վտանգ ներկայացնել եւ միայն Սամվել Կարապետյանին է մեղադրանք առաջադրված այս ամբողջ գործերի շրջանում, որովհետեւ եթե ստացվում է Սամվել Կարապետյանը միայնակ պիտի գնա եւ եկեղեցին փրկի իր մեկ անձը։ Շատ լավ, հետաքրքիր հարց եք տալիս։ Կոչի դրվագով, այսպես կոչված, այո, միակ մեղադրյալը Սամվել Կարապետյանն է։ Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտության համար, բայց որը իդեպ ամբողջությամբ ասենք, իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է ըստ քննչական մարմնի։ Իդեպ սա ուղղակի այն աստիճան իրավական նշանակություն չունի, բայց բոլոր դեպքերում, քանի որ հիշում եմ, նաև հրապարակային հայտարարություններ էին եղել քննչական կոմիտեի նախագահի գլխավոր դատախազի կողմից, նույնիսկ դատավոր Դադոյանի կողմից միջնորդությունը բավարարելով, կալանքը 2 ամիս երկարաձգելով, նշվել է, որ կոչի դրվագով հիմնավոր կասկածը չափազանց ցածր մակարդակի վրա է գտնվում։ Ես հիշում եմ, որ շատ հստակ դիրքորոշումներ էին ներկայացնում, թե ինչ հիմնավոր մեղադրանք է, չէ, կոչի դրվագը։ Նույնիսկ հայկական ժամանակի կողմից ժամեր առաջ հրապարակած, որ պետք է կալանքը երկարաձգվի 2